երեխաները սկսեցին հաղորդումը նրանց ներկայությամբ, ավարտելու ենք հաղորդումը նրանց ներկայությամբ, խաղ ու պար նախագիծը շատ սիրելի նախագիծ է դարձել իմ երեխայի համար, ձեր երեխաների համար, այստեղ հնչում են հրաշալի ստեղծագործություններ եւ նախագծի հեղինակ ու նաեւ այդ երգերի հեղինակը մեր Չացիրլի Զարա Պետրոսյանն է, իսկ այդ խաղ ու պարից երեխաները իմ աջ հատվածումը նրանց ասեմ բարև ու միանգամից երգով ողջունենք մեր հեռուստադիտողին, երգը խնդրեմ, գնացինք։ Նոտայի երկիրն է, վառեն այստեղ երկերը, պարեն բանում նոտաները, դորե մի պասոյ, երկնքում հա, նոտաները երկում է սիրա, դասիլյաս են ֆամի, բեկրանքով լի, թող մեր երկը հնչի, դորե մի պասոյ, երկնքում հա, Թող ձեր երգը միշտ հնչի։ Շնորհակալություն, դե հիմա տեղավորվենք, նստենք եւ ես նորից ողջունեմ խաղապար նախագծի անդամներին, հերթով պատասխանում ենք իմ հարցերին ու փոխանցում միկրոֆոնը ընկերներին։ Համաձայն ես։ Ասա անունդ։ Ինգա։ Ինգա, դու զգում ես, որ դու ու միկրոֆոնը գրեթե իրար չափ եք։ Եվ դա քեզ անհանգստացնում է, թե դու մտածում ես, որ դու շուտով կմեծանաս եւ միկրոֆոնը միևնույնն է փոքր կմնա։ Դու չգիտես ինչ պատասխանել իմ հարցերին, չէ՞։ Դե ուրեմն շնորհավորի բոլոր մանուկներին։ Ասա շնորհավորում եմ։ Շնորհավորում եմ։ Եվ ուզում եմ, որ դուք ունենաք ինչ ունենան, ինչ կմաղթես, որ նրանք ունենան շատ։ Պաղպաղակ։ Մուլտիկներ։ Ասա, մուլտիկներ։ Պաղպաղակ։ Ինչ ես դու սիրում։ Պաղպաղակ։ Պաղպաղակ։ Գնացինք առաջ, դու ներկայացիր։ Ես Լեոնն եմ։ Լեոն, դու այսօր ոնց ես զգում տոնը, պատրաստ ես աշխատելու, պատրաստ ես երեխաներին, չէ՞ որ դու ինքդ երեխա ես, բայց ինչ-որ ծանր պարտականություն ունես մյուս երեխաներին ուրախացնելու, դու չես նեղվում այս հարցում։ Դու ուրախ ես, որ դու արտիստ ես։ Այո։ Այն էլ այսքան պատրաստված։ Այո։ Այսօր լավ երգեր ես երգելու։ Այո։ Գաֆեշյան կենտրոնում է լինելու համերգը։ Այո։ Տեսնում ես, այսքան բան գիտես։ Դու ինչ ես պահանջում, ինչ ես մաղթում երեխաներին, ինչ շատանա մեր կյանքում, ձեր կյանքում։ Ես ուզում եմ շատանալ։ Ինչը։ Ազատ ժամանակ օրինակ, խաղերը շատանան, չէ։ Ազատ ժամանակ։ Տեսնում եք, ես ձեր սրտով եմ դեռ բաներ ասում։ Փոխանցեք միկրոֆոնը այնտեղ, ծանոթանանք արդեն ավակ խմբի հետ, քանի տարեկան եւ ձեր անունը։ Ես 11 տարեկան եմ, իմ անունը Մոնիկա է։ Մոնիկա ջան, դե արի լուրջ խոսենք հիմա, դու արդեն կարող ես ինձ ասել։ Ինչ է պետք այսօրվա երեխաներին։ Օրինակ դու որպես այսպես երեխաների ներկայացուցիչ այսօր բոլորը այս տաղավարից հնչեցնում են իրենց ցանկությունները, խնդրեմ։
Ես մաղթում եմ երեխաների, որ նրանք միշտ լինեն ուրախ, երջանիկ, ապրեն խաղաղ երկնքի տակ եւ թող բոլոր պատերազմները կորչեն։ Թող կորչեն ու անետանան դրանք, փոխանցիր միկրոֆոնը ընկերուհիներիդ եւ այսպես մեր հաջորդ հերոսուհին։ Իմ անունը Մաշա է եւ 12 տարեկան եմ։ Մաշա, արջերից վախենում ես։ Ոչ։ Այսինքն երբ որ գնում եք գազանանոց, դու ասում ես՝ «Մամ, ես գնացի արջերի մոտ»։ Մաշան եւ արջը հանդիպում եք իրար հետ, թե չէ, այդպես չէ։ Կարելի ասել։ Չէ, սիրում ես քո խաղալիք արջերին։ Դու ինչ պահանջ ունես կամ ինչ ցանկություն, այսօր բոլոր ցանկությունները ուղարկում ենք դիեզերք, որ Ես կատարվեն։ ուզում եմ, որ բոլորիս երազանքներ իրականանան, որպեսզի բոլորը լսեն շատ լավ երաժշտություն եւ բոլոր երեխաները եւ ինչու ոչ բոլորը լինեն առողջ, երջանիկ եւ ուրախ։ Խնդրեմ։ Ես Լուսինեն եմ, 15 տարեկան։ Բոլոր երեխաներին մաղթում եմ առողջություն, երջանկություն, բոլորի երազանքները եւ նպատակները ուզում եմ, որ կատարվեն։ Լուսինե ջան, արդեն հետաքրքիր տարիքում ես, երբ արդեն նաև որպես ավակ ընկեր, մի տեսակ արդեն խնամում ես, չէ՞, նրանց այն քո փոքրիկ ընկերներին, ովքեր խմբում են, ովքեր քեզ հետ շփվում են, հա, կա այդպիսի արդեն զգացողություն։ Չարաճճի են այսօրվա երեխաները, ո՞նց եք լեզու գտնում նրանց հետ։ Արդեն դու որպես մեծ ես խոսում, դե համեմատած չէ, դուք այն տարեկան էիր։ 7 տարեկանի հետ, հա, համեմատած մեծ ես։ Թե մի քիչ չարաճճի են, բայց պետք է լեզու գտնել Հիմա իրենց խաղ հետ։ ենք խաղում, մրցանակ չկա, բայց Զարա Պետրոսյանը հետո կտա մրցանակը առանց նրա հետ պայմանավորվածության, արիստեղ, մի վարքյան քանի կիլո է։ Մի ասա էլի լավ էլի ինչի ասեցի, խաղը հենց այդ էր լինելու, արի քեզ, չասես քանի կիլո ես։ Խաղում ենք, ով ամենամոտ ճիշտ պատասխանը տվեց, Զարա Պետրոսյանը այսօր պաղպաղակ է նրան առնելու, այսպիսի փաստի առաջ են կանգնացնում ձեր ուսուցչուն, ղեկավարին, քանի կիլոգրամ է Լեոնը, մոտավորապես, թիվ ասա, 20, շատ, ինչքան, չես պատասխանում, դուք ասեք, արագ տարբերակներ, քանի կիլոգրամ է, 25, 23 եւ դու 27 եւ այսպես Լեոն քանի կիլոգրամ ես 30 հաղթում ես դու պաղպաղակը քոնն է կուտես հպարտ որովհետեւ դու այսօր հաղթեցիր իսկ քեզ հետ մենք հետո կհանդիպենք հիմա դու պետք է երգես չէ հաջորդ երգը ինչ է լինելու երեխաներ դոսիդոն այբուբենը ժամանակն է վերհիշելու այդ կարևոր ու մեզանից յուրաքանչյուրի համար արդեն քանի հարյուրամյակ փրկության եւ մեր ինքնության խորհրդանիշ հանդիսացող մեր այբուբենը եւ դրան նվիրված երգը երաժշտություն խնդրեմ
Շնորհակալություն։ Սա քեզ։ Եվ խնդրեմ ծափարություններով ձեզ ճանապարհենք, դուք արդեն կարող եք գնալ։ Շնորհակալություն ձեր տոնը շնորհավոր, այսօր լավ համերգ եմ ձեզ մաղթում, Կասկադում հանդիպում ենք այս հրաշալի խմբի հետ։ Ստեսություն երեխաներ, իսկ ես այս կարող ես ջուրը զգուշ, վերջ, գնացինք։ Իսկ ես ավարտում եմ այսօրվա եթերը, սիրելի հեռուստադիտողներ, մենք դեռ ուղիղ եթերում ենք, բալիկների աշխույժ մոլորակը այսօր մեզ բոլորիս համակեց։ Լավ տրամադրություն եմ ցանկանում ձեզ եւ ուզում եմ, որ ոչ միայն այսօր, այլ ցանկացած այլ օրերի ընթացքում ոչ մի երեխա տխրելու առիթ չունենա, համենայն դեպս լուրջ պատճառներ տխրելու։ Մենք հաճախ հիշում ենք, ինչպես ենք հակառակվել մեր ծնողների հետ, ամենասովորական իրողությունների դեպքում, որոնցից մեծամասնությունը մեզ համար է արվել, բայց այդ ժամանակ մենք ինչպես կոտոշներ ենք առնում, կռիվ ենք տալիս մեզ համար կարևոր թվացող հարցերի համար։ Այսօր էլ երեխաները այդպիսին են, մենք էլ մի քիչ ըմբռնող լինենք, չմոռանանք մեր մանկությունը։ Անընդհատ այս տարբերակը գալիս է բոլորիս օգնության, եթե կարողանում ենք կիրառել այն մեր կյանքում, ուրեմն ամեն ինչ շատ լավ է ստացվում։ Նորից հիշեցնում եմ, որ այսօրվանից սկսվում է նաև հանգստի սեզոնը, պաշտոնապես դեռ մի քիչ շուտ է դա ասել, բայց առջևում ամառային ջերմ ու լավ օրերն են, ես հուսով եմ, որ դուք կգտնեք տարբերակ դրանք լավ անցկացնելու, իսկ սիրելի Երկիր մեդիայի հետ կարող եք ամեն օր ուղիղ եթերը վայելել եւ մենք յուրաքանչյուր անգամ անդրադարձ ենք կատարվում այդ օրվա համար կարևոր թեմաներին։ Այսօրվա համար թերևս այսքանը, ապրեք առողջ, եղեք երջանիկ եւ խաղաղ։ Մի րոպե, ես այս մեկը չէի սպասում, իմ աղջիկը հայտնվեց եթերում, որտեղից եկան, մի հատ միկրոֆոնը վերցրու, հենը, վերցրու, եւ այսօրվա մեր շնորհակալություն, էսի չէ կատարվում, լավ, արի, չեզում խոսես, ամաչելու ես, ուզում ես, եղեք, շնորհավոր ձեր տոնը, ապրես որ եկար, ես չես սպասում, ես ձեր հախից գալու եմ, ես ինչ անակնկալ արեցիք իմ գլխին, ով էր տեղյակ այս ամենի մասին, մի հատ ասա, մաման գիտեր, ով գիտեր, լիքը մարդիկ գիտեին, ես չգիտեի, լավ, այսօր դուք պատժում եք, իսկ տորթը մենք ուտելու ենք այս փոքր տորթը մեծ սրտով, այսօր իմ աղջիկա մասին շատ խոսել եմ ու խոսել եմ նաև բոլոր բալիկների մասին, այսօր ժամանակն է նրանց տոն պարգևելու սիրելի հեռուստադիտողներ։ Ես ավարտեմ եթերը, գնամ Սիլվիկի հետ, արդեն համերգներ կան չէ որ պետք է գնանք, ռադիո պետք է գնանք այսօր եւ ընդհանրապես շատ լավ ու դրական օր ենք անցկացնելու իրար հետ։ Բոլորին բարի օր եւ լավ եղեք, մենք ձեզ շատ ենք սիրում, ասա գոնե շնորհավոր։ Ինչ չէ, նայ այնտեղ ու ասա երեխեք շնորհավոր։ Շնորհավոր։ Ու լինեք միշտ երջանիկ, էդ էլ ասա, ուրախ։ Չես ասում։ Ադե լավ, էլի Սիլվիկ, գնացինք, կհանդիպենք ավելի ուշ։